Հայաստանը ընտրության առջև է, արձագանքել մարտահրավերներին, թե ձևավորել զարգացման սեփական օրակարգ։ Այս երկընտրանքն է ընդգծում նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Առաջարկ Հայաստանին նախագծին նա իր նոր հայեցակարգն է ներկայացրել Հայաստանում մեգանախագծերի հնարավորության եւ անհրաժեշտության մասին։ Մեգանախագծերը նորություն չեն Հայաստանի համար։ Որոշներն արդեն իրականացվել են կամ իրականացվում են։ Օրինակ, Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալը, Իրան-Հայաստան գազատարը եւ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը։ Այլ նախագծեր, ինչպիսիք են նոր ատոմակայանի կառուցումը, վաղուց քննարկվում են, բայց պահանջում են քաղաքական կամք եւ ռազմավարական կենտրոնացում։ Յուրաքանչյուր նախագիծ ռեսուրսների յուրաքանչյուր ներդրում պետք է երկրին ապահովի դիմադրողականության առնվազն 1 լրացուցիչ մակարդակ։ Արմեն Գևորգյանը վստահ է, Հայաստանը կարող է իրականացնել մի շարք մեգանախագծեր, որոնք կվերափոխեն երկիրը առաջիկա տասնամյակների ընթացքում, կբարձրացնեն մրցունակությունը, կապահովեն դիմացկունություն, տնտեսական աճ, աշխարհաքաղաքական ճկունություն, միջազգային կերպարի փոփոխություն։ Այս համատեքստում երկու մեգանախագիծ Արմեն Գևորգյանը հատուկ ընդգծում է Սյունիքի տրանսպորտային եւ էներգետիկ հանգույցը եւ Հատիս համալիրը։ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման նախագիծը ըստ պատգամավորի համատեղում է քաղաքակրթական, հասարակական եւ տնտեսական նշանակությունը, նախագծի գաղափարախոսությունը, ճանաչում, վերածնունդ, հպարտություն, առանցքային 3 ուղերձների վրա հիմնված արդեն դարձել է միավորող ուժ հասարակության տարբեր շերտերի համար։ Հատիս նախագիծը շատ ավելին է, քան պարզապես նոր հուշարձանային համալիր։ Այն կարող է դառնալ ազգային ինքնության, սոցիալական համախմբման եւ տարածաշրջանային զարգացման նոր կենտրոն, որը կծառայի հազարավոր մարդկանց, ընտանիքների, համայնքների եւ Հայաստանի պետության բարեկեցությանը։ Այն հազվագյուտ նախաձեռնություն է, որտեղ խորհրդանշական մոտիվացիան վերածվում է իրական հասարակական էներգիայի ու գործնական ներուժի։ Հատիսը կարող է դառնալ նաեւ պետական մասնավոր գործընկերության հաջողված օրինակ, ստեղծելով տնտեսապես եւ սոցիալապես բազմապատկիչ ազդեցություն։ Պետության դերը նման նախագծերում ոչ այնքան ֆինանսավորում է, որքան անհրաժեշտ պայմանների ապահովումը, վարչական խոչընդոտների վերացումը եւ միջավայրի ստեղծումը, որտեղ նախաձեռնությունը կարող է զարգանալ։ Սյունիքը նրա համոզմամբ կարող է դառնալ տարածք, որտեղ հատվում են BRICS-ն ու ԵԱՏՄ-ն, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ արաբական աշխարհի տնտեսական եւ ներդրումային շահերը։ Նախկին փոխվարչապետի գնահատմամբ սա ոչ միայն տրանսպորտային ծրագիր է, այլև միջպետական հաղորդակցությունների հարթակ, երկարաժամկետ համագործակցության միջավայր։ Բացի այդ, Սյունիքի տրանսպորտային եւ էներգետիկ հանգույցը պետք է մերժի միջանցքային սպառնալիքներով կառուցված մոդելները եւ փաստացի ուժեղացնի Հայաստանի ազգային անվտանգությունը, ներգրավելով հիմնական գործընկերների ներդրումները։ Ծավալուն հայեցակարգում պատգամավորը կետերով ու ենթակետերով նշում է նաև մի քանի կլաստերներ, որոնք կարող են կազմել մեր երկրի կայուն զարգացման ամբողջական ճարտարապետությունը։ Էներգետիկ եւ արդյունաբերական ինքնաբավություն, նոր ատոմակայան, երկարաժամկետ էներգետիկ կայունություն, պղնձի ձուլման գործարան եւ մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում, տրանսպորտ եւ կապ։ Հայաստանը դառնում է ժամանակակից Պարսից ծոց Սև ծով միջանցք, հյուսիս-հարավ մայրուղի, արագընթաց կապ Իրանի եւ Վրաստանի հետ, երկրի ներսում շրջանների լոգիստիկ ինտեգրում, նոր երկաթուղիներ, Իրան-Հայաստան, Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում եւ վերակառուցում, Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան սահման։ Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել տնտեսական նոր մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը եւ բացել ապագա զարգացման ուղիներ։ Դրանք կդառնան նոր դիվանագիտության, ներդրումների եւ ազգային ինքնագնահատականի հիմք եւ կվերափոխեն Հայաստանը առաջիկա տասնամյակների ընթացքում։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։